Բարին ընձեզ, շատ սիրելի քրիստոնյաներ, ովքեր սիրում են Աստծո խոսքը, ովքեր ուզում են սովորել, ովքեր ուզում են հասկանալ Սուրբ գրքի իմաստը, խորհուրդը։ Տարիներ շարունակ մեր էջում զբաղվել ենք հենց դրանով, Սուրբ հայրերի մեկնությամբ ներկայացրել ենք Սուրբ գրային հատվածների բացատրությունները, որպեսզի հասկանաք, թե ինչ եք կարդում, որպեսզի հասկանաք հոգևոր խորհուրդը գրվածի եւ ոչ թե ուղղակի տեքստին ծանոթանաք, ինչպես մոլորյալներն են անում։ Եվ հենց այդ մոլորյալները հաճախ մարդկանց գայթակղում են, ասելով, թե սրբերի բարեխոսությունը սխալ է եւ դեմ է Աստվածաշնչին։ Բայց մենք այսօր պիտի միասին ըստ Սուրբ գրքի համոզվենք, որ իրենք ստում են, մոլորված են եւ ուրիշներին էլ մոլորեցնում են։ Իհարկե ցավում եմ, իսկապես հիմա դերասանական ինչ-որ խոսքեր չէ, որ ասում եմ։ Իսկապես ցավում եմ, որ այսքան շատ մոլորված մարդիկ կան, ովքեր լսելով աղանդներին, լսելով տարբեր մոլորեցնողների, մտածում են, թե ճշմարիտ ուղու վրա են։ Այսօր ի հայտ են եկել ինչ-որ մարգարեներ, ինչ-որ պայծառատեսներ, չկան մարգարեներ եւ պայծառատեսներ, սիրելիներ, չխաբվեք։ Ոչ ոք մարգարե չէ, ոչ ոք պայծառատես չէ։ Նրանք, ովքեր իրենց այդպես են անվանում, բոլորը սուտասան են, բոլորը անխտիր սուտասան են։ Եկեղեցին որևէ մեկին չի ընդունում։ Սրանք բոլորը առանց բացառությունների մոլորեցնողներ են։ Բայց եկեք խոսենք սրբերի բարեխոսության մասին, մանրամասնորեն, քննելով ամեն բան։ Աղանդավորները ինչ են ասում, ասում են, թե կա մեկ միջնորդ եւ մեկ բարեխոս, եւ դա Տեր Հիսուս Քրիստոսն է, որին ասում ենք այո, ամեն։ Կա մեկ միջնորդ եւ մեկ բարեխոս, բայց ինչպիսին է այդ միջնորդությունը եւ ինչպիսին է այդ բարեխոսությունը։ Եկեք այդ հատվածը կարդանք եւ հետո արդեն խոսենք, թե ինչով է տարբերվում այդ բարեխոսությունը սրբերի բարեխոսությունից եւ ինչպիսի օրինակներ ունենք մենք Սուրբ գրքում այդ ամենի հետ կապված։ Հիմա հատվածը Տիմոթեոսին ուղված առաջին նամակի 2-րդ գլխում գրված է. Արդարև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծու եւ մարդկանց միջև, Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլորի համար։ Սրբերից որևէ մեկը փրկագին չէ մեզ համար։ Սա 100%-անոց ճշմարտություն է։ Փրկագին տվեց մեզ համար, այսինքն վճարեց իր արյամբ, միմիայն Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ այսօր այդ փրկագինը, այդ միջնորդությունը Սուրբ Պատարագն է։ Իհարկե միայն եկեղեցու հավատավոր զավակները շեշտում եմ, ովքեր հավատում են, ովքեր հասկանում են խորհուրդը, գիտեն, թե Սուրբ Պատարագը ինչ բան է։ Եվ այդ միջնորդությունը, այդ հաշտության պատարագը ինչ է, որովհետև հենց պատարագով է, որ մեղքերի թողություն ենք ստանում։ Եվ խաչի միջնորդությամբ, այսինքն խաչի այդ բարեխոսությամբ, միակ բարեխոսը Տեր Հիսուս Քրիստոսն է, մարդացյալ բանն Աստված, Աստծո որդին, ով մարդացավ, ծառայի կերպարանք ընդունեց, ով որ եկավ, անցավ իր խաչի ճանապարհը, խաչվեց, հարություն առավ եւ մեղքի կապանքներից գնեց մեզ։ Այս առումով մեկ միջնորդ եւ մեկ բարեխոս ունենք։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը ամեն անգամ չի գնում եւ հոր առջև սկսում աղաչել, աղոթել, որպեսզի մեր նոր կատարած մեղքերը ներվեն։ Այլապես կստացվեր, որ հայրը կարիք ունի անընդհատ, որ որդին իրեն աղաչի, խնդրի, բայց չէ որ որդին ինքը ունի մեղքերին թողություն տալու իշխանություն, որովհետև
Հոր եւ որդու աստվածությունը մեկ է։ Նաեւ ըստ ընթերական եւ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Տեր Հիսուս Քրիստոսը ունի մեկ բնություն երկուսի միավորությամբ, այսինքն ըստ միավորության մեկ բնություն Աստվածամարդ է, ոչ թե միտեղ մարդ է, միտեղ Աստված, առանձին մարդ, առանձին Աստված, այլ երկուսի միավորությունը անխառն, առանց պառակտման եւ անշփոթ ձևով մարդացյալ Աստված եւ Սուրբ Պատարագին էլ մարդիկ ճաշակում են մարդացյալ Աստծո մարմինը եւ ոչ թե ուղակի մարդու մարմին։ Նրանք, ովքեր ասում են, թե Տեր Հիսուս Քրիստոսը հոր առջև աղոթքով բարեխոսում է մեզ համար, զրոյացնում են փրկagorցությունը, այսինքն խաչի ճանապարհը, այն ամենը ինչ որ Տերը անցել է, այն ամենը ինչ որ մենք գիտենք, զրո է, որովհետև եթե դրանից հետո ամեն անգամ Տերը պիտի գնար եւ աղերսեր հորը, որ խնդրում եմ քեզ, այսինքն համոզեր, որ մեր նեղքերը ներվեն, ապա ինչ է սա նշանակում։ Ում էր պետք խաչելությունը կամ Սուրբ Պատարագները ինչի համար են, այդ հաշտության պատարագը, որ ասվում է թե ձեր մեղքերի թողության համար է, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը իր մարմինն ու արյունը տվեց մեզ այդքանը ասելով, որից աղանդավորները հեռացված են, հերձված են եւ կտրված։ Փաստորեն, աղանդավորները, երբ որ սրբերի բարեխոսության դեմ են խոսում են նրա մասին, որ Տեր Հիսուս Քրիստոսը անընդհատ աղոթում է հոր առջև, որպեսզի մեր մեղքերը ներվեն։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը դրա կարիքը չունի, որովհետև երբ որ իր երկրային կյանքում ամեն ինչ արեց, մեկ ընդմիշտ այդ ամենը Հայր Աստծո կողմից ընդունելի եղավ եւ չի գալիս մի պահ, որ Հայր Աստված փոշմանում է եւ Տեր Հիսուս Քրիստոսը նորից պիտի գնա խնդրի, նորից պիտի աղոթք անի կամ դրա կարիքը պիտի լինի, որպեսզի Հայր Աստված մեզ ների։ Չնայած նրան, որ նորից եմ ասում, մեղքերի թողություն տալու իշխանություն ունի որդին, որովհետև նույն աստվածությունն է, եռամիասնություն, երեք անձեր, մեկ աստվածություն, իշխանությունը, զորությունը մեկ է, շնորհը մեկ է։ Ուրեմն, նախ եւ առաջ այստեղ են խեղաթյուրում ճշմարիտ ուղղափառ դավանությունը եւ Տեր Հիսուս Քրիստոսին հորից ցածր են դասում աղանդավորները, կամա թե ակամա, բայց ցածր են դասում, մտածելով, որ երբ որ մենք ինչ որ մի բան անում ենք, Տեր Հիսուս Քրիստոսը գնում է սկսում աղոթել հորը, խնդրում, աղերսում, աղաչում, որպեսզի Հայրը մեզ ների։ Սա արդեն դեմ է ուղղափառ ամեն ինչին։ Բայց ինչ են անում սրբերը։ Այս սրբերի պարագայում ուրիշ աստիճան է։ Սրբերը հենց աղերսական աղոթքներ են առաքում առ Աստված եւ մեզ հետ միասին մեզ համար են աղոթում, բայց ինչպես։ Հիմա շատերը կասեն, չէ որ սրբերը մահացած են, չէ որ նրանք այլևս այս աշխարհում չեն, ինչու պիտի հանուն նրանց աղոթքների, հանուն նրանց Աստված խնայի, բայց եթե մենք այսպես ենք մտածում, ուրեմն կամ Աստվածաշունչ չենք կարդացել, կամ ավելի վատ երկրորդ տարբերակն է, չենք ընդունում Սուրբ Գիրքը, սխալ ենք համարում Սուրբ Գիրքը, ինչպես։ Հիմա ուզում եմ կարդալ Դանիելի մարգարեության գրքից մի հրաշալի հատված։ Դանիելի մարգարեության 4-րդ գլխում 23-րդ համարից սկսած կարդում ենք հետևյալը. Քայլում էին կրակի մեջ, օրհնաբանում եւ գովաբանում էին Տիրոջը, Աստծուն։ Ազարյան ելավ եւ այսպես աղոթքի կանգնեց, կրակի մեջ բացեց իր բերանը եւ ասաց. Օրհնյալ ես Տեր մեր հայրերի Աստված, հավիտյանս գովաբանված եւ փառավորված է քո անունը։ Տեսեք, մի անգամից մեր հայրերի Աստված կարող ենք
զուգահեռ բերել Պողոս Արաքյալի թղթից, որն ուղված է եբրայեցիներին, որտեղ եբրայեցիներին Սուրբ Պողոս Արաքյալը ասում է. հետևող եղեք ձեր հայրերի հավատին, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Այսինքն մեր հայրերի Աստված ասելով ի նկատի ունենք, որ մենք նույն հավատն ունենք, ինչ որ մեր հայրերը, որովհետև դա է ճշմարիտը, քանզի ի սկզբանե մեր հայրերին տրվեց մի հավատ, որը չի կարող փոխվել, քանզի Աստված փոփոխական չէ, ինչպես որ Սուրբ Պողոսն է ասում Եբրայեցիներին ուղված իր թղթում, որ Տեր Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ազարյան երկար աղոթում է եւ 34-րդ համարում մենք կարդում ենք հետեւյալը. բայց իսպար մի մատնիր մեզ հանուն քո անվան եւ մի ցրիր քո ուխտը։ Ուշադրություն դարձրեք, ասում է հանուն քո անվան, բայց սրանից հետո մի անգամից ասում է մի հեռացրու քո ողորմությունը մեզնից, հանուն քո սիրելի Աբրահամի, հանուն քո ծառա Իսահակի եւ հանուն քո Սուրբ Իսրայելի, այսինքն Հակոբի։ Լավ, ինչ կարիք ուներ Ազարյան հիշել մահացած Աբրահամին, մահացած Իսահակին կամ Հակոբին։ Միթե բավական չէր, որ Աստծուն աղոթեր ուղիղ ձևով, առանց որևէ մեկի միջնորդության։ Բայց այստեղ նա բարեխոս է բերում Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, անվանելով նրանց հայր, այսինքն հավատի հայր։ Հիշում եք Տեր Հիսուս Քրիստոսը ավետարանում ինչ է ասում։ Նորից եմ ասում, որ շատերը պիտի մտածեն, ասեն, մեռած մարդը ինչպես կարող է բարեխոսել, չէ որ նա մեռել է։ Բայց եկեղեցին մեկ այլ անունով է դիմում հանգուցյալին, ննջեցյալ, այսինքն մարմնով ննջեց, հոգով կենդանի է Աստծու մոտ, որովհետև հոգին անմահ է։ Եվ դրա մասին վկայում է հենց Տեր Հիսուս Քրիստոսը։ Տեսեք ինչ է ասում նա իր Սուրբ ավետարանում։ Մատթեոսի ավետարանի 22-րդ գլխում կարդում ենք հետևյալը. բայց մեռելների հարության մասին չեք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը. ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Ուրեմն Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի։ Երբ Տերը այս խոսքերը ասել է, այսինքն դեռ հին ուխտի կտակարանում, որովհետև սա հին ուխտի կտակարանում է գրված, երբ Մովսեսը չէ գնաց եւ անկես մորենու առջև էր, լսեց այս ամենը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը արդեն մահացել էին։ Բայց Տերը ասում էր, որ ես նրանց Աստվածն եմ, այսինքն Աստծո առջև այս մահացածները ողջ էին։ Ավելին ասեմ, Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը, տիեզերական մեր վարդապետը, ասում է, որ եթե մեղավորը ապրի էլ, նա մեռած է։ Իսկ եթե արդարը մեռնի, միևնույն է կապրի, այն էլ հավիտենական կյանքով։ Ուրեմն եթե ինքը Տեր Հիսուս Քրիստոսը, թե հին ուխտի կտակարանում, թե նոր ուխտի կտակարանում, երկու անգամ նույն բանը ասում է, ասելով, որ իր առջև իր արդարները ողջ են, ով կհամարձակվի նրանց ասի մեռել։ Ով կարող է ասել, որ Աստված իր սրբերին չի լսում։ Եթե մահից հետո անգամ հանուն նրանց խնայում է, ինչպես որ հիմա տեսանք Դանիելի մարգարեության գրքում եւ պիտի նաեւ Թագավորությունների գրքից օրինակ բերենք հիմա, ապա ով է ասել, որ սրբերը չեն կարող խնդրել Աստծուն։ Հիմա մյուս մեջբերումները։ Թագավորությունների 4-րդ գրքում Եզեկիա թագավորի հիվանդության մասին ենք իմանում, որ նա մահացու հիվանդանում է։ Բայց ինչ է ասում Տերը Եզեկիային։ 20-րդ գլխում կարդում ենք հետևյալը. Քո կյանքը 15 տարով պիտի երկարացնեմ Ասորեստանի արքայի ձեռքից, պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին, հանուն ինձ եւ իմ ծառա Դավթի։ Չէ որ Դավիթը մեռած էր արդեն,
ըստ որոշ մարդկանց պատկերացման, Աստծո մոտ էր եւ ավելի կենդանի է, քան որոշ մարդիկ հիմա, ովքեր մոլորության մեջ են։ Ինչու է Տերը ասում հանուն ինձ եւ հետո ասում իմ ծառա Դավթի։ Միթե Տիրոջ անունը ուղիղ ձևով բավական չէր, ինչու է ինքը հենց Տերը արդեն ասում, որ հանուն իմ ծառա Դավթի արդեն ոչ թե ուղակի ինչ որ մարդ է ասում, որ հանուն այս մեկի խնայիր մեզ, այլ ինքն Աստված ասում է հանուն իմ Դավթի պիտի խնայեմ քեզ եւ քո քաղաքը։ Իսկ Սողոմոնի պատմությունը մոռացել եք։ Թագավորների 3-րդ գրքում արդեն 11-րդ գլխի 11-րդ համարից կարդում եմ։ Տերն ասաց Սողոմոնին, քանի որ այդպես վարվեցիր, չպահեցիր իմ հրամաններն ու պատվիրանները, որ պատգամել էի քեզ։ Ես քո ձեռքից անպայման կխլեմ թագավորությունը եւ այն կտամ քո ծառային։ Բայց հանուն քո հայր Դավթի քո կենդանության ժամանակ չեմ անի դա, այլ որդու ձեռքից կխլեմ թագավորությունը։ Ամբողջ թագավորությունը չեմ խլի, այլ հանուն իմ ծառա Դավթի եւ իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի մեկ ցեղ կթողնեմ քո որդուն։ Երկու անգամ շեշտում է Տերը հանուն իմ ծառա Դավթի։ Իսկ ավետարանում կարդացինք, որ Տերը ասում է Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, այսինքն Աստծո արդարները, Աստծո սրբերը իր առջև ողջ են։ Եվ Տերը հանուն նրանց ողորմում է մարդկանց, քաղաքներ եւ այլն, այսինքն հանուն ընտրյալ սրբերի մենք կարող ենք Աստծո ողորմությունը ստանալ։ Թագավորների 4-րդ գրքի 19-րդ գլխի 34-րդ համարում գրված է. Այս քաղաքը պիտի հովանավորեմ, որպեսզի այն ազատեմ հանուն ինձ ու իմ ծառա Դավթի։ Այսինքն Դավիթը Աստծո կողմից սիրված էր եւ հանուն իր սիրելիի Աստված ողորմում է։ Թեսաղոնիկեցիներին ուղված իր առաջին թղթում նամակում Սուրբ Պողոս առաքյալը ինչ է ասում. Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ եւ կկատարի այս ամենը։ Եղբայրներ, աղոթեք նաեւ մեզ համար։ Աղոթք է խնդրում։ Ինչ է աղոթք, այսինքն բարեխոսություն է նաեւ։ Ինչպես որ մայրը աղոթում է իր որդու համար, չէ՞ Տեր Աստված, ներիր որդուս, ներիր նրա անխելքությունը, ներիր նրա մեղքերը, չեր գիտակցում, աղաչում եմ քեզ եւ այլն։ Ամենավառ օրինակը ամեն մայր աղոթում է իր զավակի համար։ Այսինքն բարեխոսում է, որ Տեր Աստված, սա իմ զավակն է, կեղտի մեջ է, մեղքի մեջ է, բայց դու ողորմիր, դու խնայիր, սա բարեխոսություն է։ Լավ, եթե աղոթքը ընդունելի է Տիրոջ համար, եւ ինձ թվում է այլևս կարիք չկա ինչ որ մեջբերումներ անել, որովհետեւ եթե որևէ մեկը գտնվի, որ ասի թե պետք չէ իրար համար աղոթել, այլ միայն պիտի ամեն մեկն իր համար աղոթի, դա հիմարություն կլինի եւ վերջին աստիճանի տգիտություն։ Եվ քանի որ ես այդ մարդկանց համար չէ որ հիմա խոսում եմ, այլ նրանց համար, ովքեր մերժում են կամ գայթակղված են սրբերի բարեխոսությամբ, ուրեմն հասկանալի է, որ բոլորն էլ կարող են իրար համար աղոթել, մանավանդ մայրը որդու համար կամ քույրը եղբոր համար։ Քրիստոսով բոլոր հավատացյալները իրար քույր ու եղբայր են, մայր ու որդի, հայր ու որդի, այսինքն բարեկամ են։ Եթե Տերը հանուն Դավթի ողորմեց, հանուն Աբրահամի, հանուն Իսահակի, հանուն Հակոբի ողորմեց, հանուն իր մոր, հանուն ամենասուրբ Աստվածածնի, հանուն Սուրբ Կույսի, որից մարմին առավ, նրա արյամբ մարմնավորվեց, եւ կարելի է ասել, որ նրա մի մասնիկն է Աստվածածինը։ Ուրեմն հանուն Սուրբ Տիրամոր մեզ չի խնայի Տեր Հիսուս Քրիստոսը։ Այ աղանդավորների հերետիկոսությունը նաև սա է, որ Աստվածությունը բաժանում են։ Սրանց համար Տեր Հիսուս Քրիստոսը մարդ առանձին է, Աստված առանձին է
Եվ երրորդությունն էլ արդեն առանձնացնում են ինչպես Տեր Հիսուս Քրիստոսին հորից ցածր դասելով եւ աղոթական բարեխոս ընդունելով։ Այսինքն այն, որ երկրի վրա Տեր Հիսուս Քրիստոսը հանուն փրկagorցության աղոթք արեց, նրանք մտածում են, որ երկնքում էլ անընդհատ աղոթում է, որովհետև չեն հասկանում փրկagorցության իմաստը։ Եթե Խոսրովիկ թարգմանիչ ընթերցած լինեին, կիմանային, որ այնինչ անում էր Տերը երկրի վրա, ուղիղ կապ ուներ փրկagorցության հետ եւ սխալներ էր ուղղում, որովհետեւ բազում հայրեր ասում էին, որ քանի որ մարդիկ աղոթում էին օրինակի համար, կուրքերին, փայտին, արծաթին, ոսկուն, ինքը մարդանալով աղոթեց, որպեսզի որպես կատարյալ մարդկանց սխալը ուղղի եւ աղոթքը ուղղի առ Աստված, առ ճշմարիտ Աստված, այսինքն սխալներ էր ուղղում։ Նրա տագնապելը, նրա քրտնելը, նրա հաց ուտելը ամեն ինչ կապ ուներ փրկagorցության հետ, ոչ մի դատարկ բան չի եղել, ոչ մի անիմաստ բան չի արվել։ Բայց աղանդավորները, քանի որ սա չեն հասկանում եւ Սուրբ Գիրքը կամայական ձևով են մեկնում, ոչ թե ըստ եկեղեցու մեկնության, ոչ թե Սուրբ հայրերի են հասկանում, այլ իրենք են մեկնում, երրորդությունը բաժանում են, տարբեր աստիճանների վրա են դնում, Տեր Հիսուս Քրիստոսին պառակտում են, երկու որդի են տեսնում, եւ այդ ամեն ինչի մեջ սրբերին էլ հավասարացնում են Տեր Հիսուս Քրիստոսին, մտածում, որ մենք սրբերին խնդրում ենք, որ բարեխոսեն Տեր Հիսուս Քրիստոսի նման։ Տեր Հիսուս Քրիստոսը վաղուց արդեն իր բարեխոսության եւ միջնորդության, այսինքն փրկagorցության խորհուրդը կատարել է խաչի վրա։ Որ մի սրբի մասին է ասված, որ ամբողջ աշխարհի մեղքերը վերցրեց իր վրա։ Որ մի սրբի մասին է ասված, որ նրա վերքերով բժշկվեցինք, ինչպես Եսայու մարգարեության գրքի մեջ է գրված։ Ոչ մի սրբի մասին այսպիսի բան չի ասվել, որովհետև սրբերը ընդհանրապես աղոթական բարեխոսներ են, եւ ընդ որում, երբ որ մենք ասում ենք սրբերի բարեխոսությունն ենք խնդրում, այսպես ենք ասում, աղոթեք մեզ համար, մեզ հետ միասին։ Ինչու ենք ասում հաղթական եւ զինվորյալ եկեղեցիներ։ Հաղթականը սրբերի եկեղեցին է արդեն, որովհետև նրանք հաղթեցին այս աշխարհը Տեր Հիսուս Քրիստոսով, հաղթեցին այս աշխարհը։ Սատանային ոտնակոխ արեցին եւ սպասում են իրենց այդ հավիտենական հանգստին, այսինքն արդեն իսկ նրանք գիտեն, որ Աստծո հետ պիտի լինեն հավիտենական կյանքում եւ դատաստանի օրը նրանք չպիտի ամաչեն, այլ մենք, եթե նրանց հետ մեկ չեղանք Տեր Հիսուս Քրիստոսով, պիտի ամաչենք։ Արքայության դռները պիտի փակվեն մեր առջև, որովհետև ինչպես կարող ենք թշնամություն ունենալ Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի որևէ մի անդամի հետ, կամ մեռած համարել նրան, այսինքն մեռած համարել Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը եւ մտնել արքայություն, որովհետև այդ նույն սրբերը Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի անդամն են։ Եվ երբ որ ասում են մեռելը ինչպես կարող է բարեխոսել, հենց այս տոնով էլ ասում են, սա ոչ թե ես եմ այսպես խոսում, այլ շատերը հենց այդպես են խոսում, մեռելը ինչպես կարող է բարեխոսել, այ հիմար միտքը չի կարողանում հասկանալ, որ Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը մեռած չէ, որովհետև եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն է, եւ մենք զինվորյալ եկեղեցին ենք, որ անդամագրվել ենք եւ գնում ենք դեպի հաղթանակ, եթե հաղթենք իհարկե։ Եվ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք մարմնից կտրված չլինենք։ Իսկ եթե այդ հաղթանակած մարմնի անդամները տեսնում են, որ մենք վիրավոր ենք, վատ վիճակում ենք, արդյոք չեն օգնի մեզ, կօգնեն, որովհետև դա Աստծո կամքն է, քանզի ինքը Աստված է կողմ, որ մենք իրար համար աղոթենք եւ ինչ պատվիրան տրվեց։ Սիրիր ընկերոջդ ինչպես քո անձը, իսկ սրբերը չեն դադարել պատվիրանները պահել, քանզի ամենագլխավոր պատվիրանը սերն է, առաջին սերը առ Աստված եւ այդ սիրով մնացածին սիրելը, այսինքն մերձավորիդ ինչպես քեզ, իսկ ինչ է նշանակում սիրիր մերձավորիդ ինչպես քեզ քո անձը, ցանկացիր նրա փրկությունը,
որովհետև նա ով իրեն սիրում է ուզում է փրկվել եւ Աստծո հետ հավիտենական կյանքում լինել։ Իսկ սրբերը մեզ սիրում են այնպես, ինչպես իրենց անձն են սիրում, այսինքն ուզում են, որ մենք փրկվենք։ Դրա համար հանապաս Աստծուն աղոթում են մեզ համար, մեր փրկության համար, մեր պատերազմը տեսնելով մեզ օգնական են լինում, որպեսզի զինվորյալ եկեղեցին միանա հաղթական եկեղեցուն։ Եվ սա սիրո մեծ խորհուրդ է, որը ցավոք սրտի աղանդավորները չեն հասկանում, դրա համար էլ արքայություն չունեն իրենց մեջ։ Դրա համար էլ աղանդավոր են եւ անգամ քրիստոնյա չեն։ Նրանց մոտ մկրտվածները քրիստոնյա չեն համարվում, որովհետև այդ մկրտությունը մկրտություն չէ։ Միայն առաքելահիմն եկեղեցու մկրտությունն է վավերական։ Մնացած այդ բողոքական, ավետարանական, ավետարանչական, դրանք բոլորը ինքնակոչ կառույցներ են եւ չունեն առաքելական հաջորդականություն։ Ըստ այդմ չեն կարող մկրտել։ Ուրեմն սրանք բոլորը հեթանոսներ են, ովքեր ընդհանրապես Տեր Հիսուս Քրիստոս բղավում են, գոռում են, բայց չեն ճանաչում։ Բնավ չեն ճանաչում Տիրոջը, որի համար խորը ցավ եմ ապրում։ Աստված տա բոլորը դարձի գան, բայց չեն ճանաչում։ Դրա համար էլ մերժում են փրկagorցությունը, մերժում են եկեղեցին, մերժում են սրբերին եւ մերժում են ամեն մի խորհուրդ։ Եթե Աստված հանուն Հակոբի, հանուն Իսահակի, հանուն Դավթի, հանուն Աբրահամի խնայեց, 1000 անգամ ավելի շատ կխնայի հանուն իր Սուրբ Մոր, կխնայի հանուն Աստվածածնի, որովհետև Աստվածածինը ծնեց մարմնացյալ բանն Աստծուն, Աստծու որդուն, հավասար հորը, ով որ մարդացավ հանուն այդ խաչի բարեխոսության եւ ոչ թե աղոթական։ Եթե աղոթական բարեխոսությամբ պիտի փրկվեինք, ինչու մարմնացավ, այնտեղ երկնքում հոր արչև կաղոթեր անընդհատ որդին եւ կփրկվեինք։ Բայց միայն տգետներն են այդպես մտածում, միայն աղանդավորներն են այդպես մտածում։ Դրա համար սիրելիներ, մի լսեք ամեն մեկին, տգիտությունը կործանում է մեր ազգին։ Հենց տգիտության պատճառով է, որ այսօր շատերդ հետևում եք աղանդներին, յոգերին, հեթանոսներին, պայծառատեսներին, սուտ մարգարեներին, ինչ որ ովքեր հայտնվել են եւ իրենց մարգարե են հռչակել, հիմնականում կանայք են։ Սրանք բոլորը սուտասան են, սրանք բոլորը կործանում են ձեզ։ Բացեք ձեր աչքերը եւ ուսումնասիրեք ուղղափառությունը, որպեսզի փրկություն ունենաք։ Եկեղեցուց դուրս փրկություն չի լինելու։ Եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն է։ Անկախ նրանից այսօր ինչ եք տեսնում, ում մասին ինչ եք լսել, որ հոգևորականով չենք փրկվելու։ Հոգևորականը իր գործը արեց, անգամ եթե դժոխք էլ ընկնի, դուք նրանից չեք վնասվելու, եթե ինքներդ ձեզ չվնասեք։ Բայց երբ որ դուք հեռանում եք եկեղեցուց եւ ինչ որ պատճառներ եք բերում, դուք ինքներդ ձեզ եք վնասում, մեզ չեք վնասում, այլ միայն ինքներդ ձեզ, որովհետև կտրվում եք Տեր Հիսուս Քրիստոսի մարմնից, իսկ Տեր Հիսուս Քրիստոսը խոստում է տվել, որ դժոխքի դռներն անգամ, դժոխքի ուժերը չեն հաղթելու իր եկեղեցուն։ Իսկ եթե դուք հեռանում եք, նշանակում է ինքնական պարտվում եք։ Ուրեմն հանուն իր մոր եւ հանուն իր ընտրյալ սրբերի Աստված մեզ կարող է ողորմել։ Եվ քանի որ Աստծո առջև բոլորը ողջ են, ուրեմն կարող են նաև աղոթել։ Իսկ եթե կարող են աղոթել, ուրեմն մենք կարող ենք նրանց խնդրել, որպեսզի մեզ համար աղոթեն։ Եվ աղանդավորները ձեզ այսքան տարի ստել են։